Շքերթը նայել եք։ Ինչի շքերթը։ Այո, նայել եմ։ Մեծ տպավորություն եմ ունեցել շքերթից։ Զենքերը հավանեցիք։ Ո՞նց։ Զենքերի մասին ինչ կարծիք ունեք։ Ժամանակակից գերզարգացած զենքեր են։ Մեր բանակին անհրաժեշտ։ Շատ լավ։ Գերազանց։ Հպարտանում եք հայոց բանակի զենքերով նոր։ Ինչպես։ Նոր ձեռք բերված զենքերով հպարտանում եք հայոց։ Իհարկե, ինչ մասն է խոսքը։ Շնորհակալ եմ։ Ավելացնելու բարևը բան։ Ցանկություն է, որ ավելի ուժեղանան, լավ զենքեր գնեն եւ պաշտպանեն մեր հայրենի սուրբ հողը։ Վայ, շատ լավ, ուղղակի sense չգիտեմ, ինչքան լավ են զգում մեզ, ինչքան հետաքրքիր է, նորություններով, բանով, նոր զենք, զինամթերք, դրանք նայում ես ուղղակի հիանում ենք։ Հպարտանում եք նոր ձեռք։ Բա չհպարտանանք։ Չի որ մեր երկրին, մեր Հայաստանին, ինչ կարող ենք չհպարտանալ, շատ չգիտեմ, լավ տպավորություն է շատ։ Ու բոլորի մոտ է ինձ թվում է այդպես, բոլորի մոտ։ Բավականին լավ բարձր տպավորություններով գալիս ենք, թորնիկս տեսավ մեր ռազմական տեխնիկան եւ շատ, ինչ կասես, շատ ուրախալ եմ։ Հա։ Գոհ ես։ Հա։ Որ մեր հանրապետությունը նման լավ ռազմական տեխնիկա ունի, չէ՞, հզոր բանակ։ Այո, Մասնավորապես որ զինատեսակը ձեզ ստուգի կա։ բոլոր զինատեսակներն էլ դուրս։ Շատ բարձր տրամադրությամբ, շատ հպարտ, Որ զինատեսակը մասնավորապես ձեզ ամեն ինչ որ կար, որը որ ժամանակին չենք ունեցել։ Կոնկրետ անուններով չգիտեմ, հիմա հեսա գնում եմ մոտենամ, հերթով, ծանոթանալով, առաջանամ, որ ավելի մոտիկից ծանոթ լինեմ իրանց տեխնիկական տվյալներին։ Ուղղակի ես մի քիչ այն կողմեի կանգնած չէի լսում, որ ինչ զինատեսակ է, բայց իմ աչքերով տեսա, ինչ կար։ Հիմա շտապում եմ, որ ավելի մոտիկից ծանոթանամ։ Ցանկանում եմ ցանկացած հայ ուրախ կլինի այդ ամեն ինչ տենալով։ Երեխաների հետ եք այդ մասով էլի հետաքրքիր էր, որ երեխաներին էլ եք վերել։ Դե չենք եկել մենք ընդհանրապես, ասենք երեխեքն էլ նայեն։ Առաջին անգամ էինք մասնակցում։ Հա, ընտիրեր։ Իրոքի շատ լավ էր։ Գոհ ենք մեր կառավարությունից։ Շատ մեծ, շատ ուրախ տպավորություններ, որ այդքան զենք, զինամթերք, ամեն ինչը տարբեր պետությունների շատ մեծ տպավորությամբ գնում ենք տուն։ Մասնավորապես որ զենք ամենաշատը հավանեցիք ցուցադրվածի։ Այն մեծ Բայրակստարի նման, որ իրենց ղեկավարում է, էլի, երեքը անօթաչու թռչող, բոլորն էլ տարբեր երկրների էր, էլի, բոլորն էլ իսկապես շատ լավն էին։ Թորնիկի հետ եք ոնց է սկացել եկել։ Թորնիկներս են, այո։ Ինչու եք հենց թորնիկի հետ եկել, ինչ Որ ինքն էլ տեսնի ինչ զենք, զինամթերք ունենք, որ արդեն հզորանում է մեր պետությունը։ Շատ մեծ տպավորություններ ունենք, շատ զգացված ենք, նման տեխնիկա, նման կազմակերպվածություն, իրոք շատ զգացված ենք, շատ լավ է։ Մեր Հայաստանի Հանրապետությունը ամենաուժեղն է։ Մերն եմ նրանց ջանին, ով որ այս ամեն ինչը կազմակերպել է, մենք ուժեղ Հայաստան ենք։ Սա քաղաքականություն չի, սա զուտ մարդկային վերաբերմունք է։ Թող բոլորն էլ իմանան, որ մենք հզոր բանակ ունենք։ Բոլոր երկրներում, բոլորն էլ ընդհանրապես բոլոր աշխարհներում լինում է պատերազմ, պարտություն եւ հաղթանակ։ Գերմանիայում էլ ունեցել են մարդիկ պարտություն, բայց այսօր ապրում են արժանապատիվ երկրում։ Մենք էլ պետք է ապրենք արժանապատիվ երկրում։ Բոլորից ցանկանում եմ ամենալավը, հաջողություններ ձեզ։ Քանի որ նշեցիք տարբեր երկրներ տեսնեն, այդ թվում նաեւ Ադրբեջանը, ինչ եք կարծում։ Արևս, ես Ադրբեջանի հետ գործ չունեմ, ես խոսում եմ Հայաստանի մասին, Հայաստանի հզորության մասին, Հայաստանի ապրելու։ Դա եղեպրծել է, ապրեք ապագայով ապրեք հաջողություններով։ Բոլորն էլ թող ուրախանան, բոլոր ընդհանրապես մեր հայ ազգը թող ուրախանա, որ մենք լիքը հաջողություններ ենք ունենալու։ Մի քաղաքականացրեք այս ամեն ինչը, շատ լավ կազմակերպած էր, շատ լավ մթնոլորտ է։ Թող այնքան լավ կազմակերպված։ Իհարկե։ Всё, այնց որ մենք հարուստ պետություն ենք, հարուստ ենք մեր հայ երեխեքով,
հայ տղաներով եւ ընդհանրապես ձեր նման ջահելներով։ Չէ, կազմակերպվածը համաձայն են, բայց նշում եք զենքը միայն ցուցադրության համար չի կարծում, պաշտպանության համար չէ նախատեսված։ Իհարկե, բոլորն թող իմանան, որ մենք պաշտպանված երկրում ենք ապրում, հերիքա իջքան լացեցինք, մենք լիքը ջահել երեխեք ունենք, որ անդամալուծեն։ Ինչների սա պետք, որ նորից պատերազմենք։ Չէ որ մենք հզոր պետություն ենք։ Այո, հզոր պետություն ենք ես կասեմ, ու մի ընդհանրապես ամեն ինչը քաղաքականացրեք, ապրեք ձեր կյանքով, ապրեք լավ օրերով, ապրեք երջանիկ, ապրեք մենք լիքը լավ բաներ ունենք, երեխեք լուրջ եմ ասում, ամեն ինչը մի ծանրացրեք, շատ լավ պետություն ունենք։ Գեցե Փաշյանը, Ավրի Փաշյանը։ Շքերթից եք գալիս, տպավորությունների մասին եք։ Տպավորված ենք, շատ ուրախ ենք, որ այսօր մեր հայկական արտադրանքը տեսանք, մեր սպառազինությունը նույնպես աճում է օրորի մեր աչքին, շնորհակալություն երկրի վարչապետին, բանակին ու բոլորին, որ կարողանում են սենց լավ քայլերով գնան առաջ։ Իսկ ինչ եք կարծում, ինչ տպավորություն սա կթողնի օրինակ հակառակորդ երկրի վրա։ Ճիշտ ասած, ընդհանրապես չի հետաքրում հակառակորդի կարծիքը այս պահին, որովհետև իրանք մի փոքր ավելի մեծամիտ են նայում այս ամեն ինչին, ինձ թվում է, կարևորը մենք գիտենք, մենք ինչ ունենք։ Շատ հոյակապ էր։ Արտակարգ տպավորություններ, հզոր ենք մենք բոլորս, որ տեսանք մեր զինվորներին ու ինչ տեխնիկա ենք ձեռք բերել այսքան տարիների ընթացքում։ Հատուկ տեխնիկա կար, որը ամենաշատը հավանեցիք։ Չէ, երևի դրոնները մեր։ Դուք ինչ կասեք։ Շատ ուրախ եմ, որ ունենք սենց հզոր բանակ։ Ու այսօր հպարտեմ, որ ունեմ տղա, որը հենց հիմա ծառայում է հայոց բանակ։ Խաղաղություն մեր երկրի։ Խաղաղություն։ Հպարտեմ, որ զինվորս ծառայում է։ Ուրախ եմ նման աշխատանքի համար, որ ել ավելի հզորացել ենք։